Hangist. Hangist. Ուրեմն հանգիստ, սիրելի հանգստացեք մի հատ հանգստացեք, Նարեկ ջան հանգիստ, Պարոն Եղոյան ձեր տեղը նստեք, Գառնիկ Դանելյան ձեր տեղը նստեք, Լևոն Քոչարյան դուրս եկեք դահլիճից, Խնդրում եմ հարգելի գործընկերներ, պարոն Թորոսյան, պարոն Բաքոյան, ձեր տեղը գրավեք, խնդրեմ, շնորհակալություն, հանգիստ, պարոն Եղոյան, ձեր տեղը խնդրում եմ գրավեք, շնորհակալություն, շնորհակալություն, հանդես կգամ ես։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, պարոն Լևոն Քոչարյան չափերդ ճանաչեք, այդ տղան էլ ես դու չափերդ էլ դու ճանաչի, ալա այդ տղա, ուրեմ թու լսի ես կեզ ինչ եմ ասում, արա Լևոն, լսի ես կեզ նստի տեղդ ու լսի ինչ եմ ասում, ուրեմ լսի, Ժողովուրդը, ինչ ասում ժողովուրդը երկրորդ նախագահ, հանգստացի միակ, մեր տղ դուրս արի ստեղից էլ է, ես ինչ ձևը, ես ինչ լկտիությունը, հանգստացեք միակ, լրություն հարգելի գործընկերներ, լրություն դահլիճում, ուրեմն ասում եք թե մարդիկ ինչ են ասում, ասեմ թե մարդիկ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի մասին, մարդիկ ասում են հայրը թուրք է, բայց մենք երբեք տես տեղից չենք ասում տես տեղից, բայց ասում են որ հայրը թուրք է, անունն են ասում են անհայրենիք դավաճան են դրանք, Արցախը լքել են, պատերազմական վիճակում Արցախը թողել են ընտանիքով, թողե գնացել են։ Մի կոպեկ ոչ Ղարաբաղի, ոչ Ղարաբաղցու համար ոչինչ չեն արել։ Ասում են դրանք անհայրենիք դավաճաններ են, բայց մենք տես բան չենք ասում ստեղից։ Չենք ասում տես բան ստեղից։ Պահպանում ենք կոռեկտության սահմանները։ Հա, տեղդ նստի ու մի խոսի, ես քո խոսալու ժամանակ ստեղից բան էի ասում։ Հիմի կհանեմ կշպրտեմ դուրս դահլիճից։ Կհանեմ հիմա քեզ կշպրտեմ դուրս դահլիճից, որովհետև դու խանգարում ես իմ ելույթը Լևոն, հանգիստ նստի տեղդ, մատդ էլ իջացրու, հանգիստ, քո խոսքը ինձ հաճելի չէր, բայց ես նստի տեղդ, լսի դու տեղից խոսացողին չես կարող ընդհատես, տեղդ նստի, հանգիստ պարոն Եղոյան, հանգիստ, ուրեմն հանգիստ, սիրելի հանգստացեք մի հատ հանգստացեք, Նարեկ ջան հանգիստ, պարոն Եղոյան ձեր տեղը նստեք, Գառնիկ Դանելյան ձեր տեղը նստեք, Լևոն Քոչարյան դուրս եկեք դահլիճից, խնդրում եմ հարգելի գործընկերներ, պարոն Թորոսյան, պարոն Բաքոյան, ձեր տեղը գրավեք, խնդրեմ, շնորհակալություն, հանգիստ, պարոն Եղոյան, ձեր տեղը խնդրում եմ գրավեք, շնորհակալություն, բայց մենք չենք ասում, ես շարունակեմ ելույթս, չենք ասում ժողովուրդը ինչ է ասում,
Փալանչիները ասում, անհայրենիք դավաճանները ասում։ Ասում է այդ հոկտեմբերի 27-ից հետո, որ բանը լրագրողների հետ պետք է խոսային, որ պետք է բանը հելներ պարզաբանում տար երկրի ղեկավարը հոկտեմբերի 27-ից տեղի ունեցել երկրում, ասում է թռաշված չի։ Բանը ինչ-որ դեմքի հիստերիկ շարժումներով ու բանով ներվային հիստերիկ պահվածքով։ Այդ եք տեսել Մարտի 1-ին ասում է, մարդիկ դուրս էին գալիս, կրակում էին, հետո թաքնվում էին մյուս մարդկանց հետևը։ Եվ դրանով ուզում եմ ապացուցի, չերյո մուխայով, բան եղա, խնդրում եմ էլի, մի ընդհատեք էլի, Տիկին Հակոբյան, խնդրում եմ էլի, ժողովուրդ ջան, հանգիստ էլի, պարոն Օհանյան, հանգիստ ժողովուրդ, լավ հասկացանք, հարգելիս հանգիստ, թողեք խոսեմ էլի, ժողովուրդ ջան, հանգիստ, ուրեմն ասում է կրակում էին, թաքնվում էին մարդկանց հետևը, դրանով ապացուցում է չերյո մուխայով, ուղիղ մարդու վրա կրակելը, ու դիմահար կրակով սպանելը, հասկանում եք, քաղաքի կենտրոնում մարդիկ են մացել, դուք չեք մացել, խնդրում եմ էլի մի բան արեք էլի, մի ընդհատեք էլի, հա գիտեմ, ախր գիտեմ, ժողովուրդ ջան, վերցրել է այդ պայթուցիկը ձեռն է պահել, այդ մարդը վիրավորվել է, շատ եմ ցավում դրա համար։ Բայց դիմահար կրակով մարդ սպանելը ուրիշ բան է։ Այն էլ քանի հոգու է, մի հոգու չէ, որ ասես միամիտ ա եղել։ Ուրեմն եւ դա փորձել է արդարացնել։ Ասում է ուչաստկովի գործը հիստերիկ պահվածքով դեմքը ծռելով էլ խոսում է, մարդկանց վրա դախերը ազդում է, բայց ըստ մենք դες բաներ չենք ասում ստեղից, է։ Մենք արձագանքում ենք, գնահատական ենք տալիս, հասկանում եք։ Չի կարելի գալ, այտենց ինչ-որ մենել մարդկանց վրա գցելով, էլի, ասենք ինքը իր անունից չի ասում, էլի, մարդիկ են դենց ասում։ Մենք կան բան ասենք մարդիկ, որ ձեր մասին ասում են, բայց չենք ուզում բան անենք, էլի, ասենք չենք ուզում ինստիտուցիոնալացնենք այդ բանը։ Պետք չի էլի այտենց գնալ։ Ասում է չկա ոչ մի լումա ապօրինի գույք, պատկերացնում եք։ Ուրեմն բանը կգնաք այդ ցուցմունքը, որ տալիս եք այդ արդարացումները, կգնաք դատարանում կասեք ոչ մի լումա ունեք, չունեք։ Մարդիկ ամեն ինչ գիտեն։ Բայց այտենց պաշտոնավարել եք բանը, միլիարդներ եք կուտակել, այդ ո՞նց եղավ։ Բա ո՞նց եղավ այդ։ Ղարաբաղը հանձնելուց են խոսում։ Ղարաբաղը հանձնվել է ամեն մարդու ընդեղից գնալով։ Դուք խրախուսել եք ընդեղից լիքը մարդ է գնացել, այդ թվում եկել է Հայաստանում պաշտոններ է զբաղացրել։ Մարդկանց փողոցներում ջարդել է, որպեսզի ժողովրդավարություն չլինի։ Երկիրը ո՞նց են դավաճանում։ Դավաճանում են ընտրակեղծարարությամբ։ Այդպես են դավաճանում երկիր, դավաճանությունից եք խոսում։ Դավաճանում են ընտրակեղծարարությամբ, մարտի 1-ին մարդկանց գնդակը արելով, այդ գնդակը արումը արդարացնելով։ Իսկ ցավակցական խոսք չեք ասել այդ ընտանիքներին, ասեք ինչի մասին եք դուք խոսում։ Ժողովրդավարությունից եք խոսում, անշարժ բանից եք խոսում, կոռուպցիայից եք խոսում։ Լուրջ դուք դրա իրավունքը բարոյական ունեք ընդհանրապես։ Ընդհանրապես Ղարաբաղից եք խոսում, բարոյական իրավունք ունեք, Ղարաբաղցի լինելով լքել եք թողը գնացել եք Ղարաբաղից։ Ձեր բանը հրաշալի կյանքն է, պարոն Օհանյան, ձեզ էլ կարա դառնամ, էլի եւ պետք է լինի, մի հիշացրեք ձեր մասին, էլի հանգիստ ելույթ եմ ունենում։ Ձեր քաղաքական ղեկավարի մասին եմ խոսում, ձեր պաշտպանյալի, պարոն Մինասյանի պաշտպանյալի, գալիս ոստեղ advokati դերատանում Ռոբերտ Քոչարյանի համար։ Ախր լավ գոնե եթե մի քիչ դեմք փրկելու հարց ունեք այդ մարդը մի պաշտպանեք ստեղ։ Նախստե դատարան չի, երկրորդն էլ ասենք ձեր պաշտպանության կարիքն էլ երևի չունի, էլի։ Ես ընդհանրապես ուզում եմ ասել, որ այս ամբյոնը ուժ ունի։ Երբ որ դուք հարված եք հասցնում, նաև այդ հակահարված եք ստանալու։ Եվ այդ հակահարվածը լինելու է ժողովրդի անունից հակահարված։ Եթե դուք մարդկանց անունից եք խոսում, այնց հակահարված կստանաք, ամբողջ կյանքը նոկդաուններից ու նոկաուտներից դուրս չեք գա։ Մի արեք այդպես։ Եթե ուզում եք նորմալ, հանգիստ քաղաքակիրթ խոսալ, եկեք նորմալ, հանգիստ քաղաքակիրթ խոսացեք, քաղաքակիրթ պատասխան կստանաք, նորմալ պատասխան կստանաք։ Կգաք ստե թևեր կթափահարեք, գնահատականներ կտաք, երկրի վարչապետին բան կասեք, այնց հարված կստանաք։ Դուք չեք պատկերացնում ուղղակի, ոտերները տակներից հետ կփախչի, չեք դիմանա, պարոն Օհանյան, դուք սենց ասեմ, էլի, չեք կարող, նույնիսկ համարժեք չի ձեր խոսքը բանի տեղ դնող չկա, արժե զրկված է, դուք Քոչարյան Ռոբերտի պաշտպանն եք, ուժային պաշտպանը, դուք մարտի 1-ին ժողովրդի սպառնացած ուժային եք,
դուք բանակի ողնաշարը կոտրած ուժային եք, դուք բանակը քաղաքականացրած ուժային եք, հասկանում եք։ Չեք կարող, դուք չունեք այդ իրավունքի ինձ այստեղ բան ասելու։ Չունեք այդ իրավունքը։ Հանգիստ պետք է նստեք, լսեք, հարվածները ուտեք, փորձեք դիմանալ, բայց չեք կարող։ Դրա համար առաջարկում եմ, որ քաղաքակրթության սահմանները չխախտենք։ Շնորհակալություն եւ միանգամից ասեմ, որ հաջորդ ելույթի համար քաղաքացիական պայմանագրի անունից պարոն Արթուր Հովհաննիսյանը կխոսի։ Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ արգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի անցած շաբաթվա հերթական հիսթերիայի նոպային հնչեցրած որոշ մտքերի։ Եթե նկատել եք, օրինակ, արդեն նա այդքան այդ ջղաձգումների մեջ չի հայտնում, երբ նրան անվանում են թուր կամ դավաճան, ձեզ հայտնի որակումները, որը հաճախ տրվում է, կարծես դրանից նա այդքան խնդիր այլևս չունի, միգուցե հասկանում է, որ այդ պիտակ այնքան է նրան կպել, որ այստեղ անիմաստ է պայքարել է, բայց այդ կոռուպցիայի հարցը նրան բավական մտահոգում է եւ այստեղ երևի թե տեսնում է, որ դեռևս հնարավոր է ինչ-որ բան անել։ Ուրեմն ինչպես են որակում, երեք նայում է Սրբուհի Գալյանի հարցազրույցը, ասում է ընդդիմությունը սադրել է եւ եղել է սադրանքի պատասխան։ Իսկ սադրելը որն է, երբ որ ընդդիմադիր պատգամավորը հարց է բարձրացում, կոնկրետ հարց, որը պահանջում է պատասխան։ Ու այդ պատասխանը չի տրվում ու դրա տեղը այդտենց շոր այդ ներվային հիստերիկ շարժումներն են լինում, որակումները, մեղադրանքները, սպառնալիքները։ Հիմա ուզում խոսել նոր գիտահապետարանի դեպքից, շատ հաճախ որտեղ մոռացվում է սկիզբը եւ վերջը, ինչ է ուրեմն տեղի ունեցել, ակտիվիստ Արթուր Չախոյանը խնդիր է տեսել մանկապարտեզի շինարարության հետ կապված, ծախսված գումարների, մսխումների հետ կապված, դրա մասին հարց է բարձրացնում, հետո հետևում է թաղապետի զանգը, սեռական բնույթի հայհոյանքները, որին ի պատասխան Արթուրը եւ Մեսրոպ Մանուկյան Երևանի ընդդիմադիր իրավականության անդամը քաղաքական ակցիա են իրականացնում եւ այնինչ ասել է թաղապետը շատ բան ձևով, պատկերավոր ձևով նկարի հետ կապված են անում եւ հաջորդ օրը բոլորիս հայտնի ծեծն է լինում։ Թաղապետը իր ընդունարանում ծեծում է Արթուր Չախոյանին։ Ու սրան հետևում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության հայտարարությունը քաղաքապետարանի, որ իբր քննադատելով այս երևույթը, բայց որոշը ճեշտը դնում են, այ բայց իրավապահները ինչի մի օր առաջ չեն հստակ գնահատական տվել ու դրան արդեն հետևում այն, որ ի վերջո ավելի խիստ մեղադրանք է դրվում ծեծվողի վրա, քան այն մարդու վրա, ով ծեծել է։ Ու ինչ է ասում հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապված, ասում է դե ընդհանուր այսպես չընդունելով բռնությունը, ասում է դե մարդը կարող է ինքնատիրապետումը կորցնել։ Հիմա օրինակ երբ Արմեն Գրիգորյանը անհաջող միտք է արտահայտել ժամանակին, դրա դիմաց չեն ասել, մարդը կարող է սխալ արտահայտվել, այլ տարել են կալանքի ու ի վերջո այդ մարդը մահացել է դատարանի դահլիճում։ Երբ օրինակ գիտնական Ղարիբ Բաբայանը բորբոքվել է ադրբեջանցիների հետ ադրբեջանական ակցիայից Հայաստանի Հանրապետության հրապարակում, չեն ասել մարդը տուն-տեղ կորցրած, ամեն ինչ կորցրած ու սխալ բան չի էլ ասում, այլ կալանքի միջնորդություն են ներկայացնում, անում են դատարան։ Երբ որ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը եթերից խոսում են YouTube-յան ալիքով բավական բաց իշխանությունների մասին, չեն ասում, մարդեն ի վերջո էլի սխալ բան երևի թե չեն ասում, այլ տանում են կալանքի, մի հատ էլ sense դեմքը սեղմելով ասֆալտին այդ ձևերով։ Կա Սարգսի Օհանջանյան եւ Նարեկի Մութաֆյան դեպքը։ Նույն ձև դատավորին ասել են օրինակ դուք ձեզ համարում եք Նիկոլ Փաշինյանի որակումները ընդունում եք, վնգստացող դատավոր համարում եք, տարել են կալանքի, 2 ամիս կալանք, մինչև հիմա էլ կարծեմ գործը գնում է։ Զոհվածի ծնողի հետ կապված դեպքը, իմ հետ կապված դեպքը, որ չեն ասում, հետ ենք պատտվել խաղացույցի ընթացքում, հասկանանք լացող աղջկա ձայնը ինչից է գալիս, չէ, ոստիկանական մեքենայի մեջ խոշտանգում, հետո կալանք, հետո մնացած գործերը։ Հիմա այս ամեն ինչի վերաբերյալ ասում են դե մարդա։ Քննչականի ղեկավարն էլ լուրջ դեմքով երեք փորձում էր համոզել, որ ծեծը ավելի թույլ հանցանք է, այն ինչ արել են իրենք ավելի թույլ հանցանք է, քան օրինակ Սամվել
Վարդանյանի դեպքը։ Հասկանում եք, սա լուրջ չի, այս երկակի ստանդարտները ուղղակի ճճացող են։ Ուզում եմ խոսել բանավեճի հետ կապված, անընդհատ, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է նախագահները թող գան բանավեճեն։ Այս առաջարկը անելով Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ խելքը գլխին մարդը չի գալու չի բանավիճելու, որովհետև ու դրանով ուզում է ցույց տալ, որ այ տեսեք, եթե չեն գալիս, ուրեմն ես ճիշտ եմ։ Այսինքն դուք լուրջ մտածում եք, որ օրինակ հայրս, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսացել, պետք է գա եւ բանավիճի նրա շուրջ, թե 2023-ին Արցախով հանձնել։ Լավ, սա դուք լուրջ եք համարում։ Կամ այսինքն լուրջ մտածում եք, որ 30 տարի բոլորը բանակցում էին Արցախը տալու հետ կապված, բայց այ մենակ հանճարեղ Նիկոլ Փաշինյանն է դա հաջողվել։ Արցախը տալու համար ընդամենը պետք է անել այն, ինչ դուք արել եք, ճանաչել այն Ադրբեջանի կազմում։ Պատկերացրեք, օրինակ ինչ որ մեկը ասում է լուսնի վրա կյանք կա, այ գիտնականներ, աստրոֆիզիկներ, եկեք բանավիճենք դրա շուրջ։ Նրանք ասեն, ու դու հիմար չես։ Ու ինքը ասի, այ տեսակ իրանք չեկան, ուրեմն ես ճիշտ էի։ Ասում է ամեն գյուղ գնում եմ, ամեն տեղ գնում են, ասում են ինչի Քոչարյանը նստած չի։ Դուք գիտեք մեզ ինչ են ասում, ինչ որ տեղեր են գնում։ Ասում են, այս անհայրենիք դավաճանների միջև հիմա ոնց է ազատության մեջ են մի բան էլ շարունակում են իշխանության մնալ։ Բայց ի տարբերություն շատ ասածների, այստեղ Նիկոլ Փաշինյանի ասածի մեջ ճշմարտություն կա եւ դա ունի պատճառ։ Ինչն է պատճառը, որովհետեւ տարիներ շարունակ շատ երկար, շատ մեծ ստի դոզա է այսպես տարածվել ամբողջ հանրության վրա եւ շատ բաներ մտել է շատերի գլուխը։ Եվ որ իրանց խմբակցության ԿՊ խմբակցության ղեկավարն ասում է մենք դրա հետ կապ չունենք, չէ, ունեք դուք կապ։ Նույն 4 միլիարդի հետ կապված, չգիտեմ, բանկեր, օդանավակայան, հանքեր, սպայկա, հիվանդանոց, ինչ սուտ ասես տարածվել է։ Ես չգիտեմ, մեր նորանկախ պատմության շրջանում ավելի շատ սուտ ու կեղծիկ ու sense դեմոնիզացիա ինչ որ մեկի հանդեպ ավելի իրականացվել է, քան մեր հետ կապված։ Ու դուք եք դա տարածում։ Առաջինը այդ կեղծ նյութը արտատպել է Նիկոլ Փաշինյանի թերթը Հայկական ժամանակը, հետո էլ հենց ինքը իր դատավորության ընթացքում դրա մասին բարձրաձայնում էր։ Այնպես որ սա միանշանակ է եւ հասկանալի է, որ մարդիկ ձեզնից լսել են տարիներ շարունակ դա, հիմա դուք 7 տարի է իշխանության եք, բարձր ձեզնից պիտի հարցնեմ, պիտի ասեն, ես բանն եք ասել, բա ինչ եղավ։ Հիմա եթե վաղը մենք լինենք իշխանության, բա մեզ է նույնը հարց տալու, եթե ձեր հետ կապված գործողություններ չլինեն։ Բնական է, չէ՞ դա։ Շատ բնական է։ Իհարկե, պարկեշ կլիներ, որ ընդունեիք, ասեիք, գիտեք Ժորժ ջան, սխալվել ենք ինչ որ հարցերում էլ չափազանցացված ա եղել այն ինչ որ մենք պատկերացրել ենք կամ տարածել ենք, բայց ձեզնից պարկեշություննակալը երևի միամիտություն կլինի։ Անընդհատ կրկնվում է ապօրինի գույքի հետ կապված այն հայցը, որը մեր հետ կապված մուտք արվել դատարան 2 տարի առաջ։ Ժողովուրդ, ուզում եք ամեն անգամ կրկնեք սկզբից մինչև վերջ, վերջից սկիզբ, թվերը տարբեր ձևերով, դրանից էությունը չի փոխվում։ Այն ինչ դուք տարիներով մարդկանց ներարկել եք, առնվազն 50-ից 100 անգամ ավելի քիչ է, քան ինչ փաստացի կա։ Իսկ փաստացի կա այն, ինչը մենք միշտ ասել ենք, խոսել ենք, մեր անունով ա եղել, ոչ մի հանցավոր ճանապարհով ձեռք բերված որևէ գույք չկա եւ չկա գեթ մեկ լումա, որի օրինական բացատրությունը մենք չունենք։ Ապօրինի գույքի էս օրենքի մասով, որ ասում են այ ինչի են վիճարկել ՍԴ-ում։ Կա լուրջ խնդիրներ եւ ՍԴ-ի որոշումը դրա մասին է խոսում, ինչքան էլ չեք ուզում ընդունել, իհարկե ձեր այդ բռնազավթած ՍԴ-ն է, բայց նույնիսկ իրենք չեն կարողացել այս մասով ինչ որ բաներ կա շրջանցել։ Օրինակի համար ասեմ, որ կան ընկերություններ, որ ասում են մարդ 7000 մեր գործով չէ, ընդհանրապես 7500 դրամ օրինակ չի ունեցել ՍՊ-ում ՍՊ բացելու համար։ Ու հետեւաբար այն ինչ աշխատել այդ ընկերությունը համարում են ապօրինի։ Այ այս կարգի աբսուրդային կետեր կան այս ամեն ինչում։ Մեկ էլ մի բան, որ անդադ ասում են, ինչից խոսում ենք անիվ կլինի, Արցախը հանձնել կլինի, սահմանազատում կլինի, ասում են, իրանք դրանից խոսում են, որովհետև խնդիր ունեն իրենց ունեցվածքը պահելու համար։ Սիրելի հայրենակիցներ, ունեցվածքը պահելու համար կամ պիտի խելոք վեր ընկնես տեղդ, փորձես լեզու գտնել իշխանությունների հետ, կամ պիտի ամեն ինչ վաճառես թողնես գնաս։ Մենք ոչ մեկն ենք արել, ոչ մյուսն ենք արել։ Ու իմիջիալուց նման բան անողներ եղել են, օրինակները բոլորիդ հայտնի է։ Մենք դա չենք արել, մեր խնդիրը դա չէ, առնվազն մինչև 23 թվականի ամառը կարող ենք այդ ամեն ինչը անել, մինչև այս գործերը լինելու։ Հիմա
Նաև ուզում եմ անդրադառնալ այն մեղադրանքներին եւ վիրավորանքներին, որոնք հնչեց Նիկոլ Փաշինյանի կողմից, երբ որ իմ ընդդիմադիր գործընկերներին նայելով ասում է համբալներ։ Հիմա հաջորդ օրը ինքը գնաց Մոսկվա, եթե չեմ սխալվում, ինձ հետաքրքիր է դուք ինքը նայել եք այդ տեսանյութերը։ Հիմա ով է համբալ էլի։ Կամ Ալեն Սիմոնյանը, որ իմ կին գործընկերոջը ասում է դուրս կշպրտեմ դահլիճից։ Ալեն Սիմոնյանը թող իմանա, երբ որ ու ուշադրի լինի, երբ որ իրան դուրս շպրտեմ այնտեղից, բարձր անստած շատ ցավոտ արներ։